Յուրի Արուստամյան Յուրի Գրիգորի Արուստամյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 28-ին, ծննդավայրը Սյունիքի մարզ քաղաք Կապան։ Յուրի Գրիգորի Արուստամյանը 1991 թվականի հոկտեմբեր ամսին անդամագրվել է Կապանում ստեղծված կամավորական ջոկատին և նրա կազմում անցել Արցախի հարավային տարածք և մասնակցել Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ 1992 թվականի մայիսի 8-ին մասնակցել է Շուշիի, մայիսի 18-ին Քաշաթաղի ազատագրման համար մղված մարտական գործողություններին։ 1992 թվականի հոկտեմբեր ամսին վերադարձել է Կապան ու անդամագրվել Կապանում կազմավորված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 100-րդ ինքնապաշտպանության գումարտակին և նշանակվել 2-րդ վաշտի 3-րդ դասակի որպես հենակետի հրամանատար։ Դասակը պաշտպանել է Կապան ճակատեն սահմանամերձ տարածքը։ 1992 թվականի դեկտեմբերի 10-ին մասնակցել է Կապանի շրջանի սահմանների անվտանգության ամրապնդման ու կայունացման նպատակով կազմակերպված օպերացիային։ 1993 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիվ N զորամասի 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ 3-րդ գումարտակի կազմում մասնակցել է ներքին հանդ Սրաշեն գյուղեր ներխուժած ազերիների ոչնչացմանը և գյուղերի ազատագրման մարտական գործողություններին։ 1993 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N զորամասի 6-րդ գումարտակ։ Գումարտակի հրամանատարությունը լավ ճանաչելով նրա բարձր բարոյական հատկանիշները, գիտելիքները, մարտական մեծ փորձը, հայրենիքին անսահման նվիրվածությունը, բարձր կարգապահությունը, ստորաբաժանումներ և մարտական գործողություններ ղեկավարելու ունակությունները, նշանակել է 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար և միաժամանակ ներկայացրել լեյտենանտի կոչման։ Ջանք և եռանդ չխնայելով գիշեր ու ցերեկ դասակի անձնակազմին փոխանցել է ռազմական գիտելիքներ, զինված ուժերի կանոնադրությունների յուրացումը, մարտավարության հիմունքները, զենքի օգտագործման ու հրաձգության կանոնները, պատրաստել ապագա մարտական գործողություններին ու կարճ ժամանակ հետո դասակի հետ միասին անցել է մարտական խնդիրների կատարմանը, միաժամանակ զբաղվել է ինքնակրթությամբ, զարգացրել ու ավելացրել է իր ռազմական գիտելիքները, հմտորեն ղեկավարելով դասակը, միշտ լինելով զինվորի հետ, արժևորելով յուրաքանչյուր զինվորի կյանքը, ձեռնարկելով կարևորագույն օպերացիա, շրջափակումից դուրս է բերել զինվորներին։ Նրա հրամանատարության ներքո դասակը ոչ մի զինվորի կորուստ չի ունեցել։ Դասակը միշտ հանդիսացել է օրինակելի, ճանաչվել գումարտակի ամենամարտունակ ու կարգապահ ստորաբաժանումը, հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է խրախուսանքի։ 1993 թվականի օգոստոսի 25-ին գումարտակի կազմում մասնակցել է Շիկահող, Սրաշեն, ներքին հանդ, Ծավ գյուղերի սահմանագծի անվտանգության ապահովության ու ամրապնդման նպատակով իրականացված մարտական գործողություններին։ 1993 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը ռազմական բարձր հմտությամբ մասնակցել է Կովսականի ազատագրման մարտական գործողություններին, որի ժամանակ վնասել է թշնամու զենք զինամթերք բարձած բեռնատար մեքենան, կատարել ականազերծման աշխատանքներ։ 1994 թվականի հունվարի 5-ին բրիգադի հրամանատարի հրամանով գումարտակը տեղափոխվում է Հորադիզի ռազմաճակատ։ Գումարտակի կազմում էր նաև Յուրի Արուստամյանը։ Հունվարի 7-ի վաղ առավոտյան գումարտակը դեռևս առաջնագծում չամրապնդված, չդիրքավորված, ընդունել է ծանր մարտ ու հայտնվել շրջափակման մեջ։ Վերջին ճակատամարտն էր, քաջ ու խիզախ, հայրենիքի, Արցախի անկախության ու անվտանգության համար անմնացորդ մարտնչող նվիրյալի։ Մինչ այսօր անհայտ է բոլորի կողմից սիրված, հարգված լեյտենանտի ճակատագիրը։ Լեյտենանտ Յուրի Արուստամյանը
հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Արիության, ԼՂՀ նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալներով, 97-րդ առանձին մոտո հրաձգային բրիգադի 15-ամյակի կրծքանշանով, Վազգեն Սարգսյան պատվոգրով, 3-րդ և 6-րդ գումարտակների և այլ ստորաբաժանումների հրամանատարների շնորհագրերով։ Յուրի Գրիգորի Արուստամյանն ուներ մեծ հարգանք, ազնիվ ընկեր էր, խորհրդատու, բարին կամեցող, լավ մարտական ընկեր, գերազանց հրամանատար, ընտանիքի լավ որդի, նվիրված ամուսին, կատարյալ հայր։ Մարտական ուղին գրել է շտաբի պետ Սպարտակ Ստեփանյանը, հաստատվել է բրիգադի հրամանատար գեներալ լեյտենանտ Միքայել Գրիգորյանի կողմից։